Այո, պատրաստը ով է իրավունք տված, քաղաքացու ընդ որում գիտեք երբ Արսեն Թորոսյանը դա պատրել է քաղաքացու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։ Այսինքն շաբաթ օրը նշել են իրանց սահմանած քաղաքացու օրը, երկու շաբթի օրը գալիս աշխատավայր տենում է քաղաքացուց նամակ ստացել, կարդում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հետ գալու առանց կարդալու պատռում է քաղաքացու ստացված նամակը։ Բայց ըստ էության լրացավ այն ժամկետը, որը ուղղված էր խորհրդարանական խմբակցություններին, 10-օրյա, հիմա փաստացի նախաձեռնողներն են, հա, վարչապետի թեկնածու առաջադրելու, եթե այո, ում թեկնածությունն եք առաջադրելու եւ ներկայացնելու արդեն խմբակցություններին։ Մենք վարչապետի թեկնածու առաջադրելու տրամադրություն չունենք, դա բոլոր դեպքերում մնում է որպես падգամավորների ֆունկցիա։ Այդ իմաստով հայտարարություններից մի քիչ հուսադրող է, պատիվ ունեմ խմբակցության հայտարարությունը։ Իրենք ասում են չունեն, բայց ասել են, որ բաց են, պատրաստ են քննարկումների համար։ Այդ քննարկումները ես չի, որ իրանց համար պիտի անեմ, այդ նշանակում է իրենք էլ պիտի նախաձեռնեն եւ այդ քննարկումները անեն մյուս падգամավորների հետ։ Եվ հուսով եմ, որ որոշակի խելամիտ ժամկետ մենք դեռ կսպասենք իրենց ներքին քննարկումների եւ այդ որոշումը կայացնելու համար դա падգամավորների իրավասությանը վերաբերող հարց է։ Կարծես թե միակ գործուն քայլն է սպահին Հովիկ Աղազարյանն է։ Ներեցեք, ոնց է նույն հարցն եք տալի, հա։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն են նախաձեռնում եւ մայիսի 20-ին պատրաստվում են հայտարարել վարչապետի։ Նորմալ է։ Կարծում եմ նորմալ է, այսինքն մեր առաջադրված խնդրի տեսանկյունից նորմալ է, որովհետև մենք դիմել ենք բոլոր падգամավորներին, անկախ իրենց կարգավիճակից, որ որևէ մեկը դա նախաձեռնի, եւ եթե կան երկու падգամավորներ, որոնք դա նախաձեռնում են, ես դրան նորմալ եմ վերաբերվում։ Շնորհակալ եմ, որ իրենք չէին միանում են նախաձեռնությանը, որ երկրորդ նախաձեռնություն դեռ չկա։ Այլ նախաձեռնություն չկա։ Այս պահին իրանք էլ դեռ պաշտոնապես չեն մեկնարկի, այսինքն երբ որ լինի նոր այդ ժամանակ քննարկվի, օրինակ եթե պարզի որ իրենք ունեն նախաձեռնություն, որի տակ կա երկու падգամավորի ստորագրություն եւ կա մի ուրիշ նախաձեռնություն, որտեղ կա 20 падգամավորի ստորագրություն, կարծում եմ որ այդ դեպքում խելամիտ կլինի իրենցից ակնկալել, որ իրենք կմիանան այն նախաձեռնությանը, որի ընթացքի հավանականությունը ավելի մեծ է։ Ղազարյան եւ այնուամենայնիվ այս մի քանի օրերի ընթացքում Հայաստան Դաշինքի տարբեր ներկայացուցիչների մեկնաբանությունները իմպիչմենտի վերաբերյալ որքանով են ձեզ համար ընդունելի, օրինակ ընդդուք միջև ասում են, որ անլրջացնում եք այս գործընթացը, ասում են, որ Նիկոլ Փաշինյանի ջրաղացին եք ջուր լցնում եւ այլն եւ այլն։ Գիտեք ինչ, այդ ընթացքում տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, բոլորին կարծում եմ պետք չի տրվել այդ մեկնաբանություններին ամեն ինչին արդեն մանավանդ որ այդ մեկնաբանությունները իրենք են տեղով անլուրջ։ Ես ուզում եմ հասկանամ, եթե մի բան վերաբերվում է падգամավորի իր պարտականությունների կատարման սահմանադրական կարգավորում է, դրա անլուրջը ո՞րն է։ Ոնց կարա դա համարվի ասում են, որ այս պահին նախադրյալներ չկան։ Դե որ պահին կա 2022 թվականի օգոստոսի 2-ից իրենք դա անելու իրավունք ունեին։ 2022-ից մինչև հիմա որ չեն արել։ Ոչ մի անգամ դրա նախադրյալները չի եղել։ Այն որովհետև այն նախադրյալները, որ իրենք վկայակոչում են, դրանք բազմիցս եղել են, ասում են փողոցում լինի անհրաժեշտ թվով մարդ։ 2022 թվականի սեպտեմբերին հլիշեք ինչքան մարդ էր հավաքված ստե։ Ռոբերտ Քոչարյանը ձեզ ուղիղ ասել է, որ իմպիչմենտին իրանց դաշինքը չի միանալու։ Ռոբերտ Քոչյանը դա չէր կարող ասել, որովհետև Ռոբերտ Քոչյանը ազգային ժողովի падգամավոր չի։ Մենք Ռոբերտ Քոչյանին այդ հարցով չենք դիմել, մենք այդ հարցով դիմել ենք միայն ազգային ժողովի падգամավորներին։ Ռոբերտ Քոչարյանը դաշինքի ղեկավար չի, Հայաստան Դաշինք գոյություն չունի, ընտրություններից հետո գոյություն ունի Հայաստան խմբակցություն, որի ղեկավարը ոչ թե Ռոբերտ Քոչյանն, այլ Սեյրան Օհանյանը։